Այ հիմա ենթադրենք դու գտնվում ես շատ վատ վիճակում։ Դա նշանակում է, որ տարիների ընթացքում դու այդ նեգատիվը հավաքել ես քո տագնապներով, մտքերով, տարբեր հույզերով, դե բոլորն են այդպիսի, չկա տենց մարդ, որ չի հավաքում նեգատիվ ծրագրեր։ Եվ օրերից մի օր դու ուզում ես ազատվել այդ ամենից, տարբեր տեխնիկաներով, մեդիտացիայով եւ այլն։ Մեկ էլ հանկարծ փոխարենը, որպիսի լավ լինի, լավ բաներ լինեն քո կյանքում, ասենք քեզ աշխատանքից են ազատում, կամ ինչ-որ իմունիտետը տա ընկնում, կամ ինչ-որ մարդիկ են քեզանից հեռանում, այո, դա անխուսափելի է, որովհետև որպիսի այդ ամենը կարողանալ հաղթահարել, այդ բացական, այդ սահմանափակումները, դու դրանք պետք է դուրս բերես ջրի երես, հա, դու բզբզում ես, չէ՞, այդ ամեն ինչը քո ենթագիտակցության մեջ, ուրեմն դու պետք է դուրս բերես ջրի երես եւ քանի որ դա դուրս է գալիս ջրի երես, կյանքում այդտենց անախորժություններ են լինում, բայց այս ամենը դու պետք է գիտակցես, ոչ թե հիասթափվես, հուսահատվես, դա ժամանակավոր է եւ շատ կարճատև է եւ լուրջ խնդիրներ չեն լինի, պարզապես այդ փուլն է կյանքի։ Այս ամենը դու պետք է գիտակցես եւ մենակ մի բան ասես, Աստծուն խնդրես, որպիսի այս ամենը հաղթահարելու ընթացքում լինի քո կողքին եւ դու դա շատ հեշտ կհաղթահարես եւ կգա քո կյանքում էլ ավելի լավ փուլ։ Ենթադրենք աշխատանքից ազատվել ես, ավելի լավ աշխատանք կգտնես, զուգընկերդ հեռացել է, ավելի լավին կգտնես, վստահ եղիր, որ դա հենց այդպես է եւ մեկնաբանություններում գրի, արդյոք քեզ հետ նման բան տեղի ունեցել է, թե ոչ։